Այլ ելույթներ ֆրակցիաների խնդրեմ պարոն Սուքյասյան։ Խնդրեմ պարոն Մանուկյան։ Պարոն Ավինյան, մի հատ երկակի ստանդարտներից խոսեմ, հետո ձեզ sense բազմաբովանդակ ելույթներին արձագանքեմ, այդ որ դուք ձեր ձայնը գցել էիք, բարձր գոռալով խոսում էիք, առաջի շարքում նստած ավագ գործընկերներից մեկը դիտողություն չարեց, որ ձեր ձայնը բարձր է, բայց Մեսրոպ Մանուկյան ձայնից ինչ որ դիվահարվում են, չեմ կարողանում հասկանալ ինչի։ Հիմա ես անդրադառնամ հերթականությամբ, էլի, այս վերջի sense որ խոսում եք, մի հատ հետաքրքիր պատմություն մտքոս եկավ, պարոն Հովհաննիսյան, դուք լսեք, նախ Մալաթիայի այգում բարձրակ շենք չկա, եկեղեցու ներքևը, այդտեղ մի հատ էլ կա ավտոյի տեղ սպասարկման կետ, դրա հետևը նոր, որ երբևից այդտեղ այգի չի եղել, այդտեղ շենք է սարքվել։ Չգիտեմ էլ ով է տերը ոնց, բայց այդ ժամանակ դուք իշխանության մեջ եք, առնվազն եղել եք ավագանի ու ձայնի իրավունք ունեցել եք։ Եթե չեք խոսացել, ուրեմն էհմիել մի խոսեք, դրա իրավունքը կարծում եմ բարոյական առնվազն չունեք։ Պարոն Ավինյան, ուրեմն նախընտրական բանավեճի էի, Բեգոյաններ եկեք ձեր կողմից մեկի եթերում, հետ տվեք նայեք։ Կռիվ էր անում, որ ման ավտոբուսը չի բերե Հայկ Մարությանը, Հայկ Մարությանն ով էր, որ բերեր, բերողը մենք ենք, կպնենք, ընդեղ ինչ եղել է մենք ենք եղել, հիմի որը որ լավն է, ասում եք մենք ենք եղել, որը որ վատն է, ասում եք Հայկ Մարությանն եղել, մի հատ կողքից նայեք, էլի ծիծաղ չի առաջացնում էդի, չէ ուղղակի ուզում եմ հասկանալ, էլի, քաղաքական պատասխանատվությունն եղել եք կրողը, դուք էլ ուզիլ տեղը ինչ որ մեկին մեղավոր մի կարգեք, ամեն ինչը սիրում եք սրա վրա նրա գցել, տենց չի էլի ձևը, Տիկին Բլեջանց, որ ասում եք Մեսրոպը գնում է, բան է անում, սալիկա պոկում էլի, դուք վերջին տողերը մոռացել եք կարդալ կամ ընդհանրապես չեք բացեք կարդացել, պատմությունն եղել է Լիլիան Արմից, երբ որ Լիլիան Արմ ընկերությանը բերել էին դեպոյի շենքն էին նորից տալիս $2 միլիոն ավել, Լիլիան Արմը ձերոնցից է, իր տնօրենը ԿՊԵ-ականա ձեր ցուցակի պոտենցիալ կարար ձեր կողքը նստած լիներ, երբ որ ասում եմ ժողովուրդ, այս մարդը սարքել է Երևանյան լիճը խայտառակ, Նասենի այգու տոմետներն ու այդ այգու խաղարապարակը խայտառակ, 105 մանկապարտեզը խայտառակ, ձեր գործընկերներից նստած, ինձ ասում են ով ասե, ամեն ինչ նորմալ է, բայց չտանեի քանդեի աչքը կողեի սաղի, որ ասե այս վիճակն է, հարց եմ տալիս ձեզ, իմ բարի խորհուրդը ձեզ, Տիկին Բլեջանց, դուք լավ կարողանում եք շրջիկ խումբ ունեք, հետները ման գաք, հավաքվեք այդ պղպճակի մեջ խոսեք, վայելեք հաճույք ու տեսման եկեք, չնայած վերջի շրջանում չեմ տեսնում այդ թափառող խմբի հետ, խմբին չեմ տեսնում, պարոն Բարխուդարյան, ձեզ անդրադառնամ, որ ասում եք գրավոր չեք դիմեմ, խնդրեմ պտտվեք ձեր դեմքն նայեմ, որ ձեր աչքերին նայեմ, եթե ճիշտ կհամարեք, ուրեմն երբ որ առաջի անգամ նոր շենք մուտք էի գործել, փորձում էի հասկանալ էլի ձեր մոտեցումը, ձեր փող քաղաքապետերից, կանչում ասում եմ, օրինակ Կարմիր գծերի հարցը սենց է, օրինակ այդ ժամանակ առաջարկել էի շատ ուղիղ, որ միասնական համակարգ լինի, որ հասկանամ, որտեղ պարկինգի ազատ տեղ կա, ելույթ է ունեցել եմ, փառք Աստծո, Տիգրան Ավինյան, 3 տարի հետո հասկացել եք։ Ֆանտաստիկ ունակություններ ունի քաղաքային իշխանությունը։ Մյուսը ասեմ, երբ որ դիմում ես գրում, ու մի հատ անիմաստ, անբովանդակ պատասխան են քեզ տալ, չեմ ուզում շատ կոպիտ ասել, էլի որ գալիս կանգնում եմ այնտեղ ասում հերիք եղավ կռուտի տնեք, նորմալ պատասխանեք։ Դրա կա ուրիշ տարբերակ, որը կիրառվում եմ ու շատ արդյունավետ աշխատում է։ Հանրայնացնում եմ, խայտառակում եմ, մրում եմ այդ գործանողներին, ասում չի կարելի։ Դրանից հետո խելոք, վազելով գնում ու քաղաքային իշխանությունն անում է, ու պիտի անի, որովհետև դա իմ համար չի անում։ Իմ հորտան համար չի անում, դա անում եք քաղաքացու ու այն ինչը որ դուք պարտավոր եք անել, չփորձեք քաղաքացու վրա լավություն ծախել։ Ինչ է նշանակում, դուք պարգևավճար եք ստանում, մեկ է նստել եք, մարդկանց խոսք եք տվել, մի հատ առած բառը լավություն են ծախում։ Լուրջ եք ասում դա։ Դա ուղի ձեր պարտականությունն է, ու ձեր թերացման համար էլ պատասխանատվություն չեք կրում։ Այդ որ խոսում եք շին թույլտվությունների խայտառակ կամ չգիտեմ, չտեսա որ մեկի հետևից գնայք հայտարարություն տայք, պարոն Հովհաննիսյան։ Բագնայք, ասեք ես կասկածում եմ, որ ստենք ում այդ խուճուշ բան ա եղել, էս ա եղել, այն ա եղել։ Լա պոպուլիզմը չափուսանման պետք ունենա, էլի։ Ես խնդիր չունեմ Հայկ Մարությանին պաշտպանելու։ Ձեր թիմից եք եղել, իրար հետ եք եղել, բայց եմ ուզում այդ բարոյական արժի համակարգը հասկանամ, էլի։ Իրար հետ այն ժամանակ, որ այն բանի Սաբա բլնելի անեկդոտը գիտեք, պարոն Հովհաննիսյան։ Այն որ մեկը Սաբաբ են ելում, երբ որ մարդու կնիկ ջերմ, տակ իրար քնում է, Սաբաբին չեն հիշում։ Հենց կռվում են, ասում են Սաբաբ քուտի յոշ մերնես, ինչ վարի, մեզ խի ծանոթացրիր։ Հիմա պլյուս մինուս ձերն էլ այդ, ում վրա եք մունատ գալիս։ Չի ում վրա եք մունատ գալիս։ Չի կարելի, էլի խնդրում եմ, պրոստը չի կարելի, էլի։ Սես կողքից որ նայում եք, այս ամբողջը Զավեշտյան նմանվում։ Կա որ դուք ասում եք Տիկին Բլեջանց,
որ գնում նկարում ես, բայց Երևանդա ընկերությունը որ հաղթանակի 40-ամյակի այգին խայտարակ ձևով սարքել է, ասում խայտարակություն է, փոխանակ սև ցուցակ կգնի, Դավթաշենի այգին էլ եք տալիս, փոխանակ սև ցուցակ կգնի, վերածննդի այգին եք տալիս սարքելու, օպտոմետրն արդեն քանդվում է, բայց Պան Գալջան